Ինչպես է հնարավոր ձգել, երկարացնել ժամանակ։ Մեր ուղեղը չի զգում մի տաղտկալի տխուր օրվա եւ մի տարի անհետաքրքիր ժամանցի տարբերություն։ Ըստ գիտնականների պարզվում է, որ մեր կյանքի 80%-ը ընդհանրապես ջնջվում է մեր հիշողությունից։ Իսկ օրինակ ճամփորդության մի շաբաթը ընկալվում եւ հիշվում է, մնում է մեր հիշողության մեջ որպես մի ամբողջ կյանք։ Սովորական շարքային մարդը 90,000 ժամ իր կյանքից անցկացնում է աշխատանքի մեջ։ Հիշողության մեջ մնում է այդ անցկացրած ժամերի 3-ից 5%-ը։ Մեր ուղեղը իր կառուցվածքով, ֆիզիոլոգիայով հիշողություններ հավաքող ագահ գործարան, հայտնի նյարդակենսաբան Դեյվիդ Իգլմանը խորհուրդ է տալիս. եթե ուզում եք դանդաղեցնել, երկարացնել ժամանակը, ապա փնտրեք նոր զգացողություններ, նոր պատկերներ, նոր համեր։ Ճամփորդությունը նոր հիշողություններ կուտակելու, ձևավորելու անսպառ աղբյուր է։ Ճամփորդության ընթացքում մեր ուղեղը ֆիքսում է ամեն պահը, ամեն համը, ամեն հոտը, ամեն զգացողություն։ Լեյպցիգի համալսարանի գիտնականները հաշվարկել են, որ նոր ճամփորդությունը, նոր պատկերները թողնում են մեր հիշողության մեջ նույնքան էպիզոդներ, ոնց որ մեր սովորական կյանքի ապրած 1 ամիսը եւ դեռ ավելի։ Ամփոփելով կարող ենք ասել, որ ճամփորդությունները երկարաձգում են մեր ժամանակը մոտ 4 անգամ։ Այս պարզ բանաձևով դուք ավելի հիշարժան կդարձնեք ձեր կյանքը, կուտակելով դրական հիշողություններ եւ լավ պահեր եւ կերիտասարդացնեք ձեր ուղեղը։ Ես կարող եմ գումար խնայել ամեն ինչի վրա, եթե դա պետք է, բայց ճամփորդությունը իմ կյանքի ամենավառ, ամենահիշարժան եւ արժեցող ծախսն է։ Ես դա ծախսել չեմ համարում, ես դա համարում եմ ներդրում իմ երեխաների, նրանց կյանքի եւ նրանց վառ հիշողությունների մեջ։ Դուք ինչպես եք վերաբերվում ճամփորդություններին։ Գրեք, քննարկենք։